Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք կանադահայ գործիչ մանկավարժ Մհեր Գարագաշյանին։ Բարև ձեզ, պարոն Գարագաշյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ։ Պարոն Գարագաշյան, Բաքվում պահվող հայ ռազմագերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցի լուծումը դուք ինչպես եք պատկերացնում այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները ըստ Ռուբեն Վարդանյանի ամերիկացի պաշտպանի որևէ քայլ չեն անում այդ ուղղությամբ, նույնիսկ տարրական քայլեր, ավելին 3 Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին հանրային հեռուստաընկերությունը մի բառ անգամ չի հնչել։ Անգամ ասած չեն զարմացած, առաջին իսկ վարքյանեն գրեթե քար լրություն կար ադողությամբ եւ նույն քաղաքականությունը դժշարունակվի, հստակ է ինչ-որ պայմանավորվածություն կա Ադրբեջանի վարչագահի հետ, որ այդ մասին չբարձրացնեն։ Այսինքն, երբ Երգիրումը բերությունը ինքիր քաղաքացիները չի գնալ պաշտպանել, արդեն ինքնին մի քանի հարցական նշան կստեղծի։ Երկրորդ, երբ որ այդ լրությունը կբացատրվի կամ կմեկնաբանվի հստակ դիտումնավոր դիրքորոշմամբ, որ գսեմ կմեկնաբանվի անպայմանորեն ոչ բոլորը կդան այդպես մեկնաբանել, բայց հստակ է, այսինքն մատնահետքերը ամեն տեղ են, որ այս բոլորի մեջ Հայաստանի այսօրվա վարչախումբը ոչինչ պիտի ունի, կամ նվազագույնը պիտի ունի եւ ատկան բան։ Երբ որ բեդությունը ինք կամ կառավարությունը ինք այսօրվա կամ իշխանությունները ինչպես կսեկոս ոչ մեկ պահանջ կներկայացնեն, օրինակ մենք սպիրկի մեջ եւ կերտանք եւ անպայմանորեն կպահանջենք մեր ռազմակերներով ազատ արձակումը, բնական է որ եւ հանդիպած ենք իրական դեպքեր են ասոնք, որ պիտի ասեն լավ նախ Հայաստանը թողի լրությունը խզե, հետո մենք անպայմանորեն ցեզի գոժանտագենք։ Ցավոք սրտի այս վիճակն է եւ մինչեւ այն օրը որ ուղղակիորեն pedagogan գշիրով այս հարցը չի բարձրացվիր, կարծեմ որ պիտի երգարի, դասված չերգարի, պիտի երգարի եւ բոլորս գիտենք թե ինչպիսի գտանքներու կամ չարչարանքներու կենթարկվի մեր ռազմակերները ինքնին եզրակացնելու համար ասում եք մեր ազգային ամոթն է, ասկովին ուղղակի խարանված ենք, որ չենք կրնար հերոսական Արցախի կամ ընդհանրապես մեր զավակները այս կամ այն ծևով պաշտպանել։ Երեք մեր տաղավարում Սևակ Բելյանի հետ էինք զրուցում, նա խոսում էր Հայ դատի հանձնախմբի եւ Կանադայի արտգործնախարարի շփումների մասին, որի արդյունքում Կանադայի արտգործնախարարը գրություն էր ուղարկել բավականին հայամետ շեշտադրումներով, անդրադարձել էր Արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակմանը եւ Հայաստանի անվտանգային խնդիրներին, ինչ գործուն քայլեր կարող ենք ակնկալել Կանադայից, թե ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, եթե Հայաստանի իշխանությունները որևէ բան չեն անում, ապա այլ երկրների իշխանություններից գործուն քայլեր հնարավոր չէ այս իրավիճակում ակնկալել։ Քիչ առաջվա դված օրինակս, որս իրական դեպքեր են, ընդհանրապես աս ոլորտեն գուկային, ամեն անգամ որ շփում ունեցած ենք մեր արտգործնախարարության հետ եւ կամ այսօրվա մեր արտգործնախարարուհին հետ շատ մոպաներ կա որ գնտարաչեն, շատ մոպաներ կա շատ հստակորեն գսեն որ չեն կնարած կավելին ունել։ Բացատրությունը ընդհանրապես այն է որ արևմտյան ագումբի մեջ կամ ՆԱՏՕ-ի ագումբի մեջ իրենք կնկատեն իբրև միջին գշիրի միջին քաշի ուժ, բայց ինչ որ գտնանել անպայմանորեն հայտարարությամբ եղել է թե գործնական քայլերով գնեն։ Թե հիմա ինչպես կթարգմանվի այդ մեկը գործնական քայլերով, ընդհանրապես Կանադան ակտիվ է եվրոպական շրջանակներում մեջ, Եվրոմիության շրջանակներում մեջ, եւ մենք գիտենք հստակորեն թե ինչպես կերտա իր հարաբերություններում մեջ քաղաքական գխոսի դվյալ երկրի արտաքին գործոս նախարարին հետ, երբեմն նախագահին հետ, վարչապետին հետ եւ այս հարցերը անպայմանորեն կբարձրացնեն։ Ինք իր ասենք սահմաններում մեջ թե մինչև ուր գրնա այդ Կանադան, այդ բոլորը բանացված է իր նամակի մեջ, ասելու համար որ այս եւ չգա բահ որ կտեսնեք որ
այսօրվա արտաքին գործոստնախարարուհին Մելանի Ժոլին, որ հայության շահերը, հայության տադը չի պաշտպաներ ամենայն ուշքնությամբ։ Եվ նորեն գանտիվինք նույն երևույթին Մելանի Ժոլին ինք կարծես Հայաստանի արտաքին գործոստնախարարը լա եւ այն ուշքնությունը, որ ինքը իր մանավանդ փակ տուրներու եւ բանակցություններու մեջ, որտեղ դեղյակ գլանք նաեւ այդ բոլորեն կամ ինքը դեղեկացնա ավելի ճիշտ է, փակ տուրների հետ եղած, ասենք, բանակցություններու կամ խոսակցություններու adեն միշտ պիտի հանդիպի եւ հանդիպած է նորեն Հայաստանի իշխանություններու, այսօրվա իշխանություններու լրության։ Նվազագույնը գնեն եւ այսօր դիմաց բնական է, որ մարդիկ պիտի ասեն լավ, հետո ինչ։ Մենք ամեն ինչ գնենք ցեզ համար իբրև կանադահայ համայնք։ Եվ մենք բնականաբար երբ խոսենք իրենց հետ անպայմանորեն խոսենք իբրև կանադահայ համայնք, ոչ իբրև անպայմանորեն հայ կամ Հայաստանի, ասենք, արտաքին պաշտպանության օղակ, եւ մենք մեր իրավունքներն է որ կբահանջենք, այսինքն մենք կսենք մեզ այս հարցը մեզ համար շատ կարեւոր է, ինչպես որ ուրիշ համայնք մը պիտի երթա եւ ասա որ այսինչ հարցը Ուկրաինայի համար կարեւոր է կամ Իսրայելի համար կամ Պաղեստինի համար։ Այս է խնդիրը եւ գործնական քայլերու խնդրին վերադառնալով ես վստահ եմ որ ամեն ինչ պիտի ունեն, բայց իրենց գշիր կգա, իրենց քաշը գա, մինչեւ ուր որ գրնան գնեն, բայց դիմացի կողմեն եթե ասենք Հայաստանը դակավին կմնա այսպես ասած իր դիդումնավոր լրության մեջ շատ ճամփա չեն կդրել։ Եթե խոսում են Արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին, արդյոք սա նշանակում է, որ հարցը միջազգային օրակարգում կա։ Չնայած նրան, որ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ փորձում են Ադրբեջանի հետ համատեղ փակել այս հարցը։ Շատ ճիշտ եք։ Հարցը միջազգային օրակարգի մեջ կա։ Այս կամ այն կողմեն բոլոր նշանները եւ ասենք ուղերձները կան։ Լրությունը, այսպես կոչված, հանցավոր լրությունը հոս է։ Եվ միջազգային օրակարգի մեջ մեր բարդականությունն է կոնե իբրև սպյուրքի մեջ աշխատող գործիչներ, աշխատող գամավորներ, որ այդ հարցը մենք արձարծ բահենք, այսինքն մեկը չկա մեզ եսեք գիտեք ինչ վերջ Պրագայանի վեր Հայաստանը փակած է Արցախի հարցը եւ մենք ադուտյան բնելիք չունենք, այսինքն հիմա անդարբեր հարց որ ցավոք սրդի ժամանակին խոսեինք այս մարդոց հետ Արցախի ազգային ինքնորոշման իրավունքի մասին։ Այո։ Մեզի բարդատրված իրողության բաժարով այսօր այդ նշածողը իջած է, այսօր ցավոք սրտի խոսենք արցախցիներու վերադարձի մասին, ռազմակերներու մարդկային իրավանց մասին, բայց խնդիր չի, այսինքն դեղը վերջի հետ պիտի բարձրանա այդ նշածող, այսինքն քաղաքական կամ աշխարհաքաղաքական աստղերը այնպեսի շարված պիտի ունենան, որ վերջի օրը պիտի կա նաև անցնելու մյուս հարցին։ Բայց մինչ այդ, ասել որ Արցախի հարցը փակված է, Արցախը Ադրբեջանի գազմ է, այսօր միմյան մենք հետաքրքիր ենք կամ հետաքրքրված ենք իրական ճագերդավոր իրական Հայաստանի հարցերով, այսպեսի շողշողուն նշումներ 29743 եւ այլն, այսպեսի բաներ ասել, կգարձեմ որ նորեն հստակ պայմանավորվածություն կա այս կամ այն կողմի հետ, որ այս հարցը պիտի չարձարծենք, այս հարցը պիտի փակենք այլևս եւ զինուզորությամբ արդեն փակած ենք քանի տարի առաջ հիմա վերջնական այսպես ասած տակաղի վերջին մեխերը պիտի խփենք բայց ինչ են շահում դրանից Հայաստանի իշխանությունները որովհետեւ Ադրբեջանի ախորժակը օրեցօր ավելի է մեծանում նրանց պահանջները չեն փոքրանում նրանք շարունակում են Հայաստանի նորանոր պահանջներ ներկայացնել լավ իդեալար իրենք պատասխանեն թե ինչ կշահին բայց ասենք դուրսեն դիտողի նույնիսկ առարգայական օբյեկտիվ առումով եթե նայես բնական է որ նույնիսկ եթե հայ չես սկսես մտածել որ ինչ է եղած հիմա գնան իրենք ինչ որ սիրուն փաթեթավորումով ասել որ խաղաղության օրակարգը պիտի չի խախտենք պիտի չկրկրենք թշնամին իրենց համար հավանաբար թշնամի ալ չէ Կովկասի մեջ հարավային Կովկասի մեջ պետք է այլևս խաղաղություն հաստատվի եւ ամեն մեկ քայլ որ գնա ասենք խախտել այդ շատ փխրուն խաղաղությունը մենք պիտի չերտանք այդ ուղղությամբ դե ինչ կշային հավանաբար այն որ գրնան ներկայանալ նույնիսկ ինքնախապեյությամբ եւ խապեյությամբ որ մենք տեսեք խաղաղության ախոյաններն ենք մենք որ խաղաղությունը արժե պիտի մղենք եւ վերջի պիտի դեղավորվենք այս մեր իրական Հայաստանի սահմաններում մեջ իր արակազով եւ այլն եւ այլն ես կարծեմ իրենց մոդեցումը այս է նորեմ սակայն ես զգացողություն ունիմ շատ խոր զգացողություն ունիմ որ այս կամ այն կողմերուն հետ
հստակ պայմանավորվածություն կա, սցենար կա, որ պետք է get IP-ն հասցնեն մինչև get pen, հետո get kim եւ այլն եւ այլն։ Հիմա որ հանգրվայնենք հստակ է եւ ադգե անտին այսպես ասած Դամոկլյան սուրի պես պատերազմի սպառնալիքը մեր գլխում բռնած իրենք եւ Ադրբեջանը, ասելով որ եթե այս չնեք անպայմանորեն ինչ որ Սյունիքի գլխում գալի կա եւ այսինքն իրական է վտանգը ցավոք սրտի փոխանակ մտածելով թե Սյունիքի համար ինչ պիտի անենք, Սյունիքը պաշտպանելու եւ բահելու համար ինչ պիտի անենք, գզիչին, բայց աքսիոմա է, չէ, քաղաքականության մեջ։ Վերջ-վերջո, եթե նվազագույն հետադարձ սակնար գնեդես պատմության վրա, որը մեկ ժողովրդի պատմության վրա, վիդեսես որ զիջումները դեռ չի պիտի հասցնեն քեզ, թշնամին ավելի պիտի ուզի, այսինքն անդարի օրենքը կամ ինչպես հոսքսեք ջունգլի օրենքը որ կա, այդպես չընտանար։ Որ չափ զիջիս, վերջ-վերջո պիտի տեսնես որ վերջավորության ոչինչ մնացած է զիջումների պատճառով։ Դաշնակցության դեմ այս արշավը ինչով եք պայմանավորում։ Կարծիքներ կան, որ այս տարվա հունվարին Ալիևը երբ հայտարարեց, որ Հայաստանում պետք է ֆաշիզմը արմատախիլ արվի, 30 տարի շարունակ ֆաշիզմ է եղել Հայաստանում եւ այլն, հենց Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջներն է իրականացնում, Դաշնակցության ըստ էության համարելով ֆաշիստական ուժ եւ դաշնակցական գաղափարախոսությունը համարելով մեր բոլոր այս ձախողումների եւ այլնի պատճառը։ Սրա հետ եք դուք կապում, թե Դաշնակցության դեմ արշավը այլ համատեքստում է։ Երկու նալգան, այլ համատեքստը կա, բնականաբար ոչ միայն Ալիևին, տարավես լրության մեջ աշխատող եւ բավականին այսպես ասած դիվանագիտական փորձ ունեցող Թուրքիան, տարավես ցայնը չի անել, բայց ներիկը Դագիստակ կնե ամեն իմաստով։ Հիմա Դաշնակցության կամ որևէ ազգային ուժի դեմ, ազգային թիմակիզով ուժի դեմ, բնական է որ պիտի ասպես խդացնեն գույները Ալիևեն սկսյալ, որ ֆաշիստներ են ասում։ Չխոսենք ադրբեջանական ֆաշիզմի մասին, անիմաց ժամանակի վատնում է, ինքնին երևի որ բռնադիրության հստակ երևույթները կան կամ մենադիրության կոնե եւ ֆաշիզմը այդպես կսկսի։ Իսկ թե դաշնակցությունը ֆաշիստ է, այսինքն մեր պատմությունը վկայ է որ գաղափարախոսներ են սկսյալ, մենք հստակ է որ ինչ հագում ունենք, իսկ եթե մենք ֆաշիստ ենք, մեզի գնալ ֆաշիզմով մեղադրեն հետեւյալ առումով։ Մեր արժեքային համագարկությունները մեր ազգային գիտակցությունն է, մեր ազգայնականությունն է։ Հիմա արևմուտքի մեջ կվախնան ասպարեն, ազգայնականությունը եթե թարգմանեք, պիտի լա նացիոնալիզմ։ Արդեն փոխվում է, բայց այդ իրավիճակը նույն արևմուտքում էլ։ Մենք տեսնում ենք ինչ է կատարում Միացյալ Նահանգներում, եվրոպական շատ երկրներում։ Մեր այսպես կոչված մեղքը ճագերտավոր այդ է եւ ես ամաչելու բան չունեմ դրանից։ Այսինքն ովևէ դաշնակցական կամ որևէ հայ մարդ, որ իր խորաբես իր հայությունը գսկա Կանադա նստած կամ Հայաստան, եթե ֆաշիզմ պիտի գոչեն, թող գոչեն, բայց մեր մոտ ֆաշիզմի հետ կա անգամ չկա։ Ոչ մեկ դեռ ֆաշիզմը կսկսի, երբ որ սկսես տուն քեզ քերականը գադել, որը մեկ ուրիշ ազգ է, երբ որ կսկսես տուն ադելություն սերմանել այս կամ այն ազգի դեմ, իսկ մերը պաշտպանելու, մեր ունեցածին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին դեր կանգնելու սկզբունք է, որ ոչ մեկեն պիտի ամշտանք, ոչ պիտի զիջենք։ Հիմա երկրորդ համատեքստը քաղաքական է, այսինքն Փաշինյան եւ ընկեր Գյուր դաշնակցության մեջ կդեսնեն քաղաքական մրցակիցի, այսինքն գա պախում հստակ է, գաղափարող հասարակական մեզի ծերնոցն է բաց, այսինքն այդ իրական Հայաստանի, պատմական Հայաստանի խոսույթները Արաքած եւ Արարատ, այսպես ասած ցեղասպանության հանգարց հարցականի դակտրվիլը վրան իչգիտնամ երթալ մինչև 19-րդ դար մինչև Խրիմյան հայրիկ դաշնակցություն չէ որ ցանազի այս սերմերը, հայության մեջ Զարթոնքի շրջանին իսկ առաջ գա ազգային գիտակցության թեև տանտախ, բայց վերջի արտացման ինչ-որ պրոսես։ Եվ երբ որ դու գարնես Խրիմյան հայրիկի Ափովյանի, Ռաֆիի գաղափարախոսությունը եւ վերազես գործի իբրև հեղափոխական կուսակցություն, եթե ադոր մեջ ֆաշիզմը թողլա այդպես ինչպես կսանակտեն, սոբիետ, բայց Շտամին համար գրնալալ այդպես է։ Ինձ համար կամ ինձ բեսներուն համար ես իմ ժողովրդից զարանեմ, իր երազներուն, իր դեստրականները գրողնեմ եւ ադոր համար պիտի ունեմ ամեն ինչ։ Նորեն վերադառնալով երկրորդ համատեքստին, քաղաքական մրցակիցի կամ քաղաքական ախոյանի խնդիր ունին իրենք, ամեն ինչ պիտի ունեն քաղաքական դաշտի մեջ ներկայացնելու դաշնակցությունը իբրև բادرազմի կուսակցություն, ներկայացնելու դաշնակցությունը իբրև այսպես ասած ինչ որ ռոմանտիկ անիրաբաշներու հավաքածու եւ այլն, իրենց պարաբաշարը արդեն զանոթ է մեզի բոլշևիկյան օրեր են, այսինքն նույն պարաբաշարը արած են
նոր ինչ որ փաթեթավորումը հիմա կներկայացնեն ժողովրդին եւ ամեն անգամ որ ինչ որ այսպիսի քաղաքական իրավիճակը ստեղծվի ու ընդրաբայկար գասա գա գիտենք բոլորսա որ տարաներում մեջ են գվերցվի եւ սկսի Սարոյան եղբայրներու ներկայացումը հերասապան ալիքներով վրա կամ զանգեզոր սորվեսանք այսինքն գիտենք ինչ է բայց մենք մեր գործը շարունակենք տեսնենք թե ուր կհասնենք վերջի մեզ համար լուրջ ճգնաժամային իրավիճակ է եւ հոգեբես եւ նաեւ մեր աչքին աչքով գտեսա որքան ալ այսինքն քալենք Երևանի շատ գեղեցիկ շատ հանդարտ եւ խաղաղ փողոցներում մեջ ուրվագանը հերու չէ պատերազմի եւ ադոր համար մենք պետք է պատրաստվենք Դե հենց սա է իրենք հանրությանը փորձում են ներարկել այն միտքը թե իրենք խաղաղություն են բերում չնայած Նիկոլ Փաշինյանի օրոքեն ամենաշատ պատերազմները եղել մեր երկրում թե իրենք խաղաղություն են բերում բայց ընդդիմությունը փորձում է պատերազմ հրահրել Պատերազմը հրահրող Բետ չունի պատերազմ հրահրողի պատերազմը պատրաստված է այսինքն Ադրբեջանը ամիսը մեկ կոնե մեզ գիշերն է ագրաները ցույց կտա այսինքն լավ երբ որ ճշտամիտ ամեն իմաստով քեզի գսե որ հոս արեմդյան Ադրբեջան է Նախիջևանը եղած է ադրբեջանական հող եւ հիմա միջանցք պետք է անցնենք որովհետեւ միանա Ադրբեջանը իր բաբենական հողերում ամեն վարյան եւ ամեն վարյան արի չի փախստել ասելու համար որ Հայաստանը գերզ ինչ որ միավոր է աշխարհադարածքի մեջ, այս դարաշրջանի մեջ եւ իրենք պետք է վերադարձնեն արեմդյան Ադրբեջանը եւ միասին այսպես կոչված մայր հայրենիքին։ Լավ, աս բոլորը երբ որ գսես ինքնին ամեն մեկ արտահայտությունը արդեն քու գոյությանդ կսպառնա եւ ինքնին ամեն մեկը արդեն պատերազմի հայտարարություններ են։ Ոմանք կրնան ասել որ չէ, գեցվածներ են որ պարսակույն ասենք բանի վրա, զանրության վրա լծակները շարժեն եւ հետո առնեն քեզ մե արավելակույնը։ Ես ռեալ կտեսնեմ խնդիրը։ Այսինքն թշտամի վերջ-վերջո այսպես կոչված իրից քրճագած 29743 քառակուսի կիլոմետրի մեջ է արդեն։ Չերնուգե, Վարդենիսը եւ այլն եւ այլն։ Հիմա աս բոլորը մտածել չի դար որ հրահարող պետք չունի պատերազմը։ Իսկ եթե ինքնապաշտպանական քու իրավունքիդ վրա պիտի գնաս եւ ասես որ ես պիտի պատրաստվեմ որը մեկ անակնկալի եւ եթե այդ պատերազմի հրահարում է, այդպես չէ։ Եվ գամ եթե կգարձվի որ դաշնակցությունը անմիջավ, եթե հաշվենք օր մորանցքը եկավ իշխանության եւ թուրերը մերգացուց եւ ասա որ հիմա կսկսի որ պատերազմ սխալ է։ Սխալ, այսինքն մեզի համար հզոր Հայաստան չի նշանակել անպայմանորեն գլուխ առնել եւ պատերազմի հայտարարություններ անել այս կամ այն կողմին դեմ։ Նախ մենք մեզ հավաքենք, մենք մեր դունը գարկի բերենք Հետո գնանք գացուն ուր գետա, բայց թե տշտամին պատրաստ է քու վրա գրոհելու ու ասենք գոյությանը դսպառնալու մենք ծերնազալ մնալու իրավունք ունենք։ Խաղաղության պայմանակիր գոչվածը կամ խաղաղության խաչմերուկ կամ ինչ սիրուն անուն որ տնես ոչ մեկ երաշխիք կա, միջազգային երաշխիքները տեսանք։ Այսօր նայեցեք Գազային միջազգային երաշխիքներով Գազան 46-47 հազար զոհի հետ, բայց բերանը չփացա որ ոնց ասպանություն գտա, բացին բայց ոչ անպայմանորեն ամենաբարձր պաշտոնական մագարտակներով այս է միջազգային իրավունքը եւ եթե մեր պատմության 10 դակավին չենք սորված մենք որ ցեղասպանված ժողովուրդ ենք եւ ավասիկ երկրորդ անգամ ապրեցանք ցեղասպանությունը Արցախի դեղահանությունը Արցախի բաշարումը մենք չենք կսող ցեղասպանակետները իրենք կսեն որ ցեղասպանական արարք է ցեղասպանություն է ինքնին ուրեմն կնշանակի մենք շատ ջամփա ունենք դրելիք այս իմաստով ստեղծելու մեր ինքնապաշտպանական ուժը եւ ասիա չի նշանակել պատերազմի հրահրում մեր բնական իրավունքն է Կանադայի հայ համայնքում տրամադրություններն ինչպիսին են ինչպես են վերաբերում Փաշինյանի այս տարբեր հայտարարություններին սկսած հայոց ցեղասպանությունից մինչև գաղափարական տրանսֆորմացիաներ իրական Հայաստանի կոնցեպտ ասեմ որ պատերազմեն իվեր ինչպես ամենուր կիդագից հանսարու ովե հայու մեջ ահավոր հիասթափություն մտա Հիմա այդ հիասթափությունը դակավին կշարունակվի Պատերազմի զենքերը կգնան գեցածել ռումպերը եւ հրթիռները կգնան գեցածել բայց չի նշանակել պատերազմը ավարտած է պատերազմը փոխադրված է այլ բնակավար այլ տաշտ Ընդհանրապես ոչ միայն մեր շրջանագի մեջ այսինքն տաշնակցության շրջանը ուր երտաս ուր որ գա կիդագից հասնալու հայ այս կամ այն գաղափարական թեկումով կամ ընդհանրապես առանց որևէ մեկ թեկումի
գտեսնեմ բավականին ողջախոհ է մեր ժողովուրդը, որ այս բոլորը ինչպիսի խաղերու արդյունք են։ Ամենավերջինը, որ ասենք ցեղասպանության իր մասին իր ասած հայտարարություններն էր, ուղղակիորեն զայրույթ, հեգնանք, ինչ կուզեք լսեցինք։ Եվ ամեն անգամ իրենք գիտեն, որ այս իշխանություններու, ասենք, շարունակական մնալը Հայաստանի պետականության ղեկին, մեկ փորձանքեն, միշտ փորձանքը, մեկ աղետը մյուսը պիտի փոխադրեմ էզի։ Ընդհանրապես զգացումները այս են, շատեր գիտեմ գճանշան օրինակ գսեն առավոտ գարտնան լուրերը գնային համացանցի վրա եւ կսպասեն որ այդ լուրը կա որ ինչ որ բան փոխված է ինչ որ բանը սկսած է շարժի ցավոք սրտի մինչեւ այսօր ադոր նշանները չկան աշխատանքը կա բայց ադոր փոփոխությամը ուղղակի արմադական փոփոխությամը կամ նույնիսկ աստիճանական փոփոխությամը նշանները դակավին չկան գերնամ բոլորի անով բնականաբար չեմ բնար խոսիլ հավանաբար անհատներ կան որ դակավին ասպես փրկիչի ագնոցով գնային Փաշինյանին, բայց չախչախիչ մեծամասնությունը գտնամսել որ վարգյանները կհաշվի, ուղղակի վարգյանները կհաշվի որ այս վարչախումբը երթա եւ դեղը կա ասկի շահերուն կիդագիս ինչ որ իշխանություն պայման չէ այդ իշխանություն տաշնակցումն թողնա այսինչ XY-ը կարևորը Հայաստանը մտնե հունի մեջ Դուք մանկավարժ եք, աշխատում եք նոր սերնդի հետ հատկապես, ինչ խնդիրներ եք արձանագրում, ինչպիսի տրամադրություններ ունեն նրանք կապված հայրենիքի հետ։ Տարբեր համայնքներում խոսում է ուծացման խնդրի մասին, արդյոք Կանադայի հայ համայնքում ունենք այդ խնդիրը, խոսում է մանկավարժների բացակայության մասին, արևմտահայերեն լեզվի մասնագետների պակասի մասին, արդյոք Կանադայի հայ համայնքը ունի այդպիսի խնդիրներ, թե ոչ։ Բնականաբար այո, բայց շապի դոզայը բանը եթե տնենք, բավականին այս վարգանվատրությամբ հագարի շրիդագ է։ Գնա կամ մեկ խնդիրը առանցին անել, չնայած որ ժամանակը չունենք, բայց ընդհանուր առմամբ եթե նայեմ, գոնե արևելյան ափին Կանադայի, Վանկուվերի կողմը չեմ գնար հաշվել ադիմաստով, երկու ամենօրյա հայկական դպրոց կա, մեկը Թորոնտոյի մեջ, մեկը Մոնրեալի մեջ։ Կան եւս ուրիշներ Մոնրեալի մեջ, երկու հատ եւս բարեգործական միության դպրոցը կա, որ ինքնին ամենօրյա դրությամբ կգործի եւ նաեւ գա գատողե հայ վարժարանը, բայց ամենի երկուքի բարական ամենը իր հատուկ իրացություն ունի։ Օրինակ գատողե վարժարանը ինքսին պայելու համար նաեւ կընդունի օդար աշակերտներ։ Մեր մոտ այդպես բան չկա։ Նույնն է բարական գնամսել բարեգործական վարժարան համար։ Այս վարժարաններն են, որ երաշխիքն են, որ սերունդ կրնա պատրաստվել եւ այդ ուզածման վտանգը իջեցնել նվազագույնի։ Ամենօրյա շփումի մեջ եմ ես երնին։ Ես զավակներ ունեմ գնամսել եւ իբրև հայր եւ իբրև ուսուցիչ մեր աղջիկները եւ դահակը եւ իբրև հայ դմեզան եւ նաեւ յուրահատուկ գաբը կսորվեցնենք իրենց Հայաստանի նույնիսկ եթե դեսած չեն։ Ես մեծած եմ մինչեւ որոշ դարիքում առանց Հայաստան տեսնելու, բայց Հայաստանը ինձ համար ամեն բան էր։ Առանց տեսած լալու Հայաստանը։ Իսկ այդ ինչ որ զիստասիարագազենք այդ իմաստով նույնը կփորձեմ փոխանցել իրենց։ Եվ կտեսնեք կսկակատ բոլորը։ Ընդհանրապես նաև մինչև COVID-ը ունենք դարեգան այցելություն Հայաստան, բادرազմեն եւ COVID-ին հետ դակավին չեն գրած, բայց կալ դարը անպայմանորեն գնենք, որտեղ երբ որ գուկան եւ կտեսնեն Հայաստանը ոչ իբրև սպորտաշրջիկներ, այդ բաժինը գա, բայց գերտան կարնի եւ կտեսնեն կարնի դաջարը, ճիշտ կողքին գա ուրարդական սեբակիր արսանակություն արդեն կսկսի դասարանի մեջ իր սորվածը իրական տանալ եւ կսկա որ իր արմատները որքան խորում գերտան։ Ադգի անգախ արեմդահայերենի մասնակետներու չկոյության մասին մեր մոտ այդ հարցը գրեթե չկա։ Մանավանդ Սուրյո բادرազմի պատճառով դեպի Կանադա կախտած մեր հայրենագիցներու ասենք ալիքին հետ բավականին մասնակետներ ուսուցիչներ են։ Միակ խնդիրը պետք է կանադական դվյալ նահանգի pedagogan ասենք հաստատակիրը կամ վկայականը ստանան, որ կարողանան կամ իրավունք ունենան դասավանդելու։ Ամեն մեկ նահանգ ինքն ասենք վկայականը կամ սերտիֆիկացիոնը կբարդատրի։ Յադ մեկը եթե լա եւ իրենք ունին այդ փորձը, այսօր գնամսել մեր ուսուցչական գազմին մեջ այդ մասնակետները կան։ Թե արեմդահայերենը վտանգված
մեր լեզվի մեկ ջուրն է, ինչպես որ ասկի 2010-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկ ասենք հետազոտությունը ցույց տվավ, այդպես է։ Կանադայի մեջ բայց հետաքրքիր է որ 2 ամիս առաջ հյուր մի եկած էր Տուրսեն, երբ մտավ դբրոց, երբ գնաց հայգետրոն, դուք սա հայախոս կաղուտ եք։ Ասի այո, հայախոս կաղուտ ենք, չնայած որ մեր երեխաները ամեն դեղի վես նույնիսկ խոս, այսինքն խոսած հայերենի մեջ կա արաբերեն, կա անգլերեն, կա ֆրանսերեն, երբեմն նախատեսություն կգազմեն 4 բարին 3 օդարը մեկ հատ հայերեն է կամ հագարակը, բայց դեր հոն է, այսինքն ես ականադես եղած եմ կամ գրնամ վկայել, որ երեխաները, որոնք մեկ գոմը իրենց ծնողքին օդար է, մտած են հայկական վարժարան առանց բարմը հայերեն գիտնալու եւ վերջ ավարտած են եւ հայրենախոսությամբ եւ դարաճանաչությամբ եւ ասենք գրագիտությամբ հայերեն լեզվի բարակային։ Բայց կարևորակույնը մեզ համար այս բոլորը գնես իբրև դպրոց պետք է անես, ասենք ներուն ինչ որ օրենք է փոքին է փոխանցել Հայաստանի եւ հայ ժողովրդի հավերժության ոգին։ Մենք մի քանի սերունդ եթե դերտանք նույն դեպարական վստահ եմ Հայաստանի ինքնին կհանդիպինք արդեն վերաբրող սերունդին։ Մեր նախահայրերը, նախամայրերը ինքնին ցեղասպանության վերաբրողներ։ Այդ որբերու ժառանգորդներս իրավունք չունին ինչ որ փոխանցած են իրենք մեզի։ Ինչ որ զողություններ գրած են մեզ հայ բահելու։ Իմ բարդագա առաքելություն կսկամ, բարդագանությունը ավելի առաքելություն կսկամ, եթե նվազագույն չափով գահաճողիմ ես եւ իմ պաշտոնագիր ուսուցիչներս, որ այդ ոգին փոխանցենք իրենց, որ հետո իրենք կարողանան այդ ոգին փոխանցել իրենց ավագներուն եւ այսպես շարունակապար կանադահայության բես համայնքներ կմնան։ Սպիրկը ուզածումը, սպիրկի մահերկությունը երկողներուն է շատ համացանց է մեզ։ Գոնե կանադայի բարակային եթե մի քանի հատ այդպիսի համայնք ունենանք, սպիրկը պիտի գոյադևե, ամենամարդ չէ որ վաղամիսօր եթե ամեն ինչ ասենք մտնե իր բնականon հունի մեջ, պիտի կայ հաստատվի Հայաստան։ Ուրեմն սպիրկը պիտի մնա իբրև հայկական կամ հայոց աշխարհի մեկ մաս եւ ամեն ինչ պիտի անե եւ Հայաստանին հասնելու եւ միևնույն ադեն ինքսին կսկալու իբրև Հայաստանի մեկ անբաժան եւ ապրող մասի եւ վերջապես նաեւ դառնալու Հայաստանի դուրսի բարիսպը։ Վատատեսական կանխատեսումները այն առումով են, որ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն անում Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու համար, ավելին նրանք հակառակն են անում, նրանք ամեն կերպ փորձում են խզել այդ կապը։ Նույնը ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններն էլ շատերը պատահական չեն համարում, քանի որ Սփյուռքը մշտապես հայոց պահանջատիրության, ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ է պայքարում եւ ասում են, որ փորձում են կոտրել նաեւ Սփյուռքի ողնաշարը։ Դրա համար են այս վատատեսական կանխատեսումները։ Քիչ ավելի հերուն երթամ հետ կվերադառնամ նույնին, այսինքն բզիկ բրբդում համացանցի վրա, որ Թուրքիան Սփյուռքի գծով ինչ կսե։ Այո, Էրդողանի հայտարարությունը։ Եվ արդեն բացահայտները կհստականան, որ նայեցեք Հայաստանը պետական միավոր է, կմտածի տարածաշրջանի առումով, Սփյուռքն է այս բոլոր հարցերը հանում։ Պետք չէ Սփյուռքի մտի գնել։ Եվ այսօր արձագանքը բնականաբար կամ այսօր դրսևորումը, երբ որ Հայաստանի իշխանությունները նմանօրինակ հարցեր կբարձրացնեն կամ քայլեր կառնեն, արդեն ինքնին հստակ կդառնա, որ ինչպես փասերով իրար կոնտակտ կփոխանցեն։ Հիմա Սփյուռքի ողնաշարը ինչպես պիտի կանտե, ինչով պիտի կանտեն։ Սփյուռքը ինքսին լավ գճաշնա։ Գրնան սիրուն շոյերն էլ երտալ Զվիցերիա, երտալ Գերմանիա 10-12 հոգի հավաքել, որոնց 6 հատ կամ 7 հատ դեսպանատան պաշտոնյա ալալ։ Նույնիսկ եթե այդպես չէ։ Կգտնեն մարդիկ, վստահ կգտնեն մարդիկ, որ պիտի ուզեն, այսպես ասած, Հայաստանի վարչապետի հանգամանքը սպառեցնող մարդու հետ ինչ որ ֆոտոապ ունենալ։ Բայց թող փորձեն մեկ հատ կաուտին հետ հանդիպի։ Թողնստին կաուտին հետ երկխոսության եւ կաուտի եւ լսեն իրենք ընդհանրապես սրահ լքելով իսկ են ետամ որ մեր մոտ շատ հստակ է։ Եվ ասիկա գունավորում չունի գուսակցական կամ քաղաքական։ Ինչպես քիչ առաջ ամեն մեկ հայ որ հանցնարու է գիտակցություն ունի, պիտի ինչ կխոսիկ։ Ուրդեն խոսիկ։ Ես թորնեմ կամ ձորնեմ այսինչանի որ Ադանան ցկելով, Գարսը մուշը ցկելով հասավ Սիրիա, հասավ Լիբանան, հասավ Հունաստան եւ ահավասիկ ես Գաբրիել Մադորամար։ Բիդինսիկ իմ աբրազս ինձի հարցականի դակ տնեք եւ այնպես մնեք որ զոհը ինք պետք է հանցավորս կա որ ես ինչ երազեմ արդյոք որ ցեղասպանության են տարգվեսակ նորեն թրքական նարատիվ է ասիկա շատ հստակ բարձրապես շատ ավելի մեմ ծևով գդեղավոր եւ
այսպես կոչված հայրենով գսվի մեզի, որ մեկ հատ դեսնենք բաժարները ինչ են արտում։ Թուրքական նարատիվ է, նորեն եթե բրբդեք թե թուրքերը ինչպիսի ասենք ծևերով գործեն արտարացնել, սկիզբը գսեին ուրացման ասենք իրենց քաղաքականությամբ չի եղած սրանցման։ Հետո փաստերը երբ որ շատ ավելի ասենք ագնարու դարձան, ասին լավ բան եղած է, բայց բادرազմի ժամանակ էր եւ գիտեք տոհոպոհի մեջ եղավ։ Հետո երրորդ տարբերակն ելա, որ չէ, հայերը տավաճանեցին անցան ռուսերու կողմը, մենք ստիպազենք տավաճանները դուրս տնելու։ Դեր կան ուրիշ մեկնաբան, որ իրենք շատ մեծահոգապար հայերը մտածելով է, որ գադարեցին այս քայլը եւ հանեցին իրենք բادرազմական, ասենք ջագադի մոդիգուտենեն եւ դարին Սուրիո անաբատները, որ աբահովս կան։ Այսինքն մեկ զիզաղելի բաժարապանուտերը մյուսը թուրքական նարատիվը հյուսված է եւ այսօր այդ բոլորը չսվիր, բայց հարցական մտքեր։ Մենք նայենք մեկ հատ, որ մենք արդյոք ինչու հանցավորենք, որ թուրքը մեր 1.5 միլիոնը բնաճնչեց։ Այսինքն ինչ է զավեշտական է, տեսեմ քիչ է, մակաբր է, շատ ահավոր գերբով ողբերգական կամ գադագերկական ողբերգություն է թերևս։ Բնութագրել չես կնար, որտեղ իսկապես մտքիդ մեջ չի դեղավորվի։ Ես հստակ գիտեմ ինչ է, եւ ինձ պես հարյուրներ հազարներ կան։ Օրմորանց եթե այս նյութը իրենք համարցագին կալ եւ խոսիլ այս եւ այլազան ուրիշ նյութ է։ Իրական Հայաստանի նյութը թող կանցեն։ Արարատը ինչու Արարատին նայենք եւ Արաքազին նայենք։ Այսինքն բաները, որոնց պատասխանը շատ հստակ է, մենք պետք չունենք որևէ մեկ բան անել։ Մեր ժողովուրդը պատասխան ու դա հստակ գեցված կճիշտ է եւ իրենց սկսել որ լավ եղավ, շնորհակալ ենք դերմը սուդը բավական գրնաջամպակը դրել գսեմ, բայց վերջի դժմարտությունը պիտի ճուրին երեսը երդե։ Կանադայում ինչպիսի իրավիճակ է հաշվի առնելով Թրամփի հայտարարությունները, Թրամփի ախորժակը, եթե այդպես ձևակերպենք։ Թրամփը երևույթ է գիտենք։ Թրամփը ինքնին ածախ ասես ցայնային նռնակներ են դնում։ Երոթյա մեծ ցայնային լսի, որովհետև ինք հարցերը կբարձրացնե ամբիսի ծևով, խդացված գույներով կամ բարձր գրագի վրա գտնե իր գացան, որ վերջ երջո մի մորնակ ինքը բիզնեսմեն է։ Ամենաշատ, ասենք, դիվիդենդները ապահովելու առումով։ Գրնա ասել Կանադան մեր 51-րդ նահանգը պիտի ելա իր քունավոր, ասենք, բարերով կամ խոսակցություններով կամ գրնա արհեստական բանականությամբ ինչ-որ նկար ստեղծել, որ ինքը Կանադայի ինչ-որ մեկ ծայրամասը գեցած ամերիկյան տրոշը գողքին։ Այս բոլորը վերջ-երջո Կանադայի հետ որոշ բաներ, որ ինքը գուզե եւ ինքը իբրև Ամերիկայի նախագահ կդեսնե, որ Կանադան գողտվի, բայց դիմացը Ամերիկան ոչ մեկ շահ ունի, ադոր քինն է որ պիտի բահանջի վերջավորը, մինչեւ որ հասնի իր ուզածին։ Օրինակ Կանադային ասկի առաջ իր առաջին ասենք նստաշրջանին նշած էր, որ պետք է սահմանը լավ պաշտպանես Ամերիկայի հետ, որտեղ թմրեց չի մաքսանենկություն գա, սագանագա։ Հիմա կբարձրացնենք, որ Տրամփի զասես, որ սահմանիդ վրա ունենաս գարկին վերահսկողություն, որ այդ վտանգը իմ կողմից չանցնի։ Կամ Կանադայի բանակը պետք է զորացնես, որ միմիան չվստահի ամերիկյան բանակին։ Այդ ալը սա որ այսինքն իրենք Տրամփ չեն զասեր վստահած են, որ օրը ամերիկյան ասենք ռազմօթանավերը կամ դորմի գամփոշ պիտի պաշտպանեք, որ սխալ չէ իբրև ՆԱՏՕ-ի գործակիցներ պիտի ենեն ադիգա, բայց քսե ինչու մենք պիտի վերցնենք այս բոլորի բանը վճարակիրը։ Դուք ձեր գործը պիտի դեք։ Տրամփին համար այդ վերջավորության միշտ հոնգու կա հարցը։ Այսինքն սրանք միայն հայտարարություններ են, թե կարող են հետևանքներ էլ ունենալ։ Ես կգասկածեմ, որ հետևանքներ ունենալ։ Հիմա գտնա դեր ավելի ինքը թեժացնել գացությունը, գտնա գրագ ավելի կամ խարուգ ավելի բարձրացնել, բայց այսինքն չեմ կարծեր, որ Ամերիկան ինքիր իմիջին համար ելը եւ այդպես բանն է։ Նախ որ ոչ մեկ կանադացի կա, որ բան, ասենք, թևերը բացած սպասելով, որ Ամերիկայի 51-րդ նահանգը դառնա, այսինքն Ռուսաստանի հետ երկրորդ մեծակույն երկիրն է աշխարհի, նահանգը որը մեկն է, այսինքն։ Հիմա արդեն սկսած են ձիզաղով բացառ, որ եկեք դուք եղեք 11-րդ նահանգը Կանադայի, Ամերիկան թող կա միանա մեզի։ Բայց գազիամ աս բոլորը անկերեն փաշ չեն գսել, այսպես փեդուրները, որ գփկեցնեն թրջունները, որ նախքան գրիվը սկսած վիճակն է։ Ինչեւ որ ինքը արնելիքը արնե, բարդատրելիքը բարդատրե, վերջավորության գտնա նորեն ուրիշ տեսակ շոյովը սիրուն եղբայրական հարաբերություններ հաստատին։ Իսկապես կգասկածեմ, որ վերջավորության կորզանան քայլերու գանցնի։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։
168 TV-ի եթերում ռևյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։